բաց էր լինում։ Արուշյան, Երևան եմ դուրում։ Ուզում եմ Արմենակից գնալ։ Աղջիկն ինժեներ է։ 150 է ստանում, 150 է։ Սրանք Երևան գնացող բեռներդ են։ Շատ է թե քիչ։ Մեզ համար շատ է, քանցոց համար քիչ։ Քիչ է, բայց մեր ինքն է Արուշյան, ուրիշների պես գողություն։ Աղջիկ, բայց ինձ էլ նայնելու կանչեց։ Չէ, դու Արուսն ես, ես Արուն։ Մեր մեջ պարտքու կանչ չկա։ Քեզ կանչեցի, որ գողեցից։ Խեղճ աղջիկը ոչ տեսած կլինի, ոչ լսած։ Տեսած կլինի, թող պակասություն չա։ Տեսած չի լինի, թող ունենա։ Հավսդ ինժեներ է, տղետ ստանում է բուրբուր, ես ինչի ես եսքան տանում։ Բուրբուր ստանում է, բուրբուր է ծացում։ Նա մի գիշերում 4 սարի գլխին քար է գցում իր կովիկին։ Հատած մարդու տերեսը, որ ուտում ես տանես քամում տաս։ Սրանք ինձ թողել էին եկել էին քեզ ուզելու, պիտի հաջողվեր, պիտի գայր, պիտի նայես Սիմոնի երեսին ու ծիծաղեր, ինքն էլ նայր քո երեսին ու ծիծաղեր, լավ կլիներ։ Փիլոցի ճկուտի հետ չեմ փոխի։ Ինչի պիտի փոխես, տարի մի տոննա բուրդ է մտնում քոտում։ Քոն եմ չի բերում։ Բայց կրծելով այո բերում եմ։ Քո ապրուստը իմից պակաս չէ։ Դրա մասին արի չխոսենք, Արուս, ես ռեալիստ մարդ եմ։ Ճշմարտությունը որ ճակատին չասեմ կհիվանդանամ։ Քո մարդը բերում է, իմը չի բերում, բայց իմ ապրուստը քոնից շատ է, որովհետև ես եմ այս տանկինը։ Ինչ որ այ աղուն ջան, մարդդ մեղք է։ Դրա պատասխանն էլ կա։ Մարդ պետք է գողանալու խորամանկություն ունենա, չունի պետք է վիզցնելով աշխատի։ Աշխարհը հեշտ է աղուն ջան, բայց դու դժվարացնում ես։ Ու քեզ էլ ես տանջում ուրիշներին էլ։ Պատերազմի ժամանակ մի փոքր կապլով ապրում էինք։ Գողացողի համար հեշտ էր, վայ չգողացողին։ Հյուրդ լեցված կլինի Արուշ ջան, կրակին ճաշ կունենաս, գնա, քեզ գործից չգցեմ։ Էլ բան չունես ցույց տալու։ Մի բան էլ եմ մտածել Արուշ ջան, բայց չգիտեմ կհավանես թե չէ։ Արմենակիս ու իր տիկնոջը ուզում եմ 1000 ռուբլի տամ։ Փողը չեմ տալիս ձեռքերը, որ գնանք կինո թատրոն։ Ես իմ ձեռքով ճաշասենյակ եմ առնում դնել տանեմ։ Աղջի դու խելագար չես, աղջի դու խելագար ես, աղջի դու հիմար ես, տոր հարսիտ հեն էլ թաղեմ, տաղուտ հեն էլ անիծեմ, դու ես տոնը սրված տանում ես, ում համար, տո տանում ես սուսուպուստարը, ինձ ինչի ես կանչել, տո քաղաքիտ գլուխը հողեմ, քաղաքիտ պտուղ այդ, որ հարսդ մեծացել եմ ակրության ու փողի մեջ, դու էլ արտասքով մի քանի կոպեկ ես գցել, որ նրանով անես, ասվածը շատ է, շատ որ շաղթան։ Դե հիմա գնա Արուշ ջան, լուրը տարկցի գեղի բերան։ Ասա Սիմոնի աղունը թղթին բաժանվել է, հիմա էլ տուղը համար դաշտամուր է առնում։ Արուս, ես բախտավոր եմ, չէ անբախտ։ Մարդու նեղություն ես բերում աղուն ազնվությամբ։ Քո այդ հարցը, որ մինչև հիմի լավ է ապրել, այդ դու չես լավ ապրել։ Ու հիմա էլ, որ Արմենակի կինն է լինելու, Արմենակի տերը ինքն է լինելու։ Քոնը քո Սիմոնն է, ես այդպես եմ կարծում։ Ես իմ տղեկին տվել եմ առողջություն ու մի ձեռ անկողին։ Իմը Փիլոնն է, այսօր 2-ով 2 հավ ենք կերել, իսկ այն մի ձեռ անկողինն էլ իզուր եմ տվել։ Ինչ է եղել, աշխարհը լեն, որ կողմ նայում ես ապրուստ ու կյանք է թափած։ Դու ծիծաղելու սիրտ ուզիր, իսկ թե բախտավոր ես, թե անբախտ դու կիմանաս։ Իսկ իմը ես գոհ եմ, որ Արուսն եմ, ոչ թե աղունը։ Ես անբախտ եմ Արուս, իմ մերանցուն դարպասեցի է եղել, իմ հայրը իշխան է եղել։ Ամեն մարդու ուրախություն իրենց է գալիս աղուն ջան, բախտավոր է ուրիշներով բախտավոր չէ, դժբախտ է ուրիշները մեղավոր չեն։ Իմ երեխան կոմում է ծնվել։ Իմանք որտեղ են ծնվել։ Երանի քեզ, մարդիկ գնում են Էսենդուկի Օդեսա արտասահման, ովտի ապրողները մարդ չեն։ Դե լավ աղուն ջան, ձեզ բարի ճանապարհ, իմ ճաշի տակն էլ հիմա վառվեց։ Դու քաղաք տեղից էիր եկել, ես հովտից։ Էսենդուկի ու արտասահման բաց քամակ հիմարներ չկան։